Բարի երեկո բոլորիդ, իմ սիրելի հետևորդներ և դիտորդներ, այս պահին դուք դարձյալ գտնվում եք Ասիայի խոհանոցում, այսօր ձեզ համար պատրաստելու եմ տոնական պեչենիներ, այսպես ասած, որը շատ հարմար է նվիրելու համար։ Ամենահեշտ պատրաստվող պեչենին, վերցրել եմ 500 գրամ կարագ, կարող եք մարգարին վերցնել, տարբերություն չկա, լցնում եմ վանիլին ու շաքարավազ, հիմա սա միքսերով կհարեմ, կարագի և պեսոկի վրա ավելացրեցի 3 հատ ձու, 2 հատ դեղնուց և մի պտղունց աղ։ Այդ զանգվածի վրա ավելացրել եմ 1 կգ ալյուր և հիմա կդարձնենք փափուկ խմոր ու կթողնենք հանգստանա։ Ավելացնում ենք նաև 1 թեյի գդալ փխրեցուցիչ և խառնում ենք նորից։ Ստացել ենք այսպես փափուկ խմոր։ Հիմա կթողնենք մի կես ժամ հանգստանա, հետո նոր կսկսենք թխելը։ Ինքը շատ փափուկ է, բայց տենց չի կպնում։ Չափերը երբ որ գրեմ տեսանյութի ներքևում, նույն ձևով կանեք, ոչ ավել, ոչ պակաս, ոնց կստացվի խմորը, տենց էլ ուրեմն ճիշտ է։ Խմորը արդեն կես ժամ հանգստացել է, հիմա այստեղ կպատրաստեմ խմորից վերցրել եմ, այսպես սարքել եմ ձողիկներ, հիմա այս ձողիկները ես կդարձնեմ պուճուրիկ պեչենիներ, մի հատ սենց պատարագաղով քաշում եմ և այսպես կտրտում ենք։ Հիմա այս ամբողջ կտրտածից մենք մեկու մեջ հանում ենք, այսենց, որպեսզի եփվելուց չկպնեն իրար։ Միանգամից պատրաստում ենք 2 սինիի համար։ Ամենահեշտ ձևը։ Միանգամից ստացանք 2 սինի։ Ես ավարտեցի թխելը և ստացել ենք այսպիսի պեչենիներ։ Շատ հեշտ, հանգիստ, արագ թխվող պեչենի է և կարելի է ամիսներով պահել, ոչ մի բան չի լինում, այսպիսի ամաններով փակում ենք և կարա ամիսներով ինքը այսենց թարմը մնա, ոչինչ չի լինում։ Սա մեր պեչենիների վերջնական տեսքն է, եթե ձեզ դուր եկավ, պատրաստեք, շատ հեշտ է, այսօրվա համար այսքանը, մնացեք ինձ հետ, մնաք բարով։